Լոռու մարզի Ագարակ գյուղում հոկտեմբեր ամսվա ընթացքում արդեն 5 անգամ հրդեհ է արձանագրվել։ Վերջինը գրանցվեց այսօր, մինչդեռ արտակարգ իրավիճակների վարչությունը Ագարակից հրդեհի ահազանգ էր ստացել նաև 3 երեկոյան։ Ժամը 20-ի սահմաններում հերթական անգամ այրվում էր անասնագոմին կից գտնվող խոտի դեզը, 8 տոնանոց անասնակերին կից գտնվում էր նաև բնակելի երկհարկանի տունը։ Մոտավորապես 1 մետր, անասնագոմից մոտավորապես 1.5 մետր։ Անասնագոմի մեջ գտնում էր անասուններ, 15 գլուխ խոշոր եղջերավոր, 1 էլ հորթեր։ Ու տուններ, մոտիկ, որը վտանգի տակ էր։ Հրդեհը մարվել է դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարար ջոկատների եւ գյուղացիների օգնության շնորհիվ։ Տանտերը հավաստում է, որ դեզի այրումը դիտավորյալ է կազմակերպվել, որի նպատակն իրեն ու իր անասուններին վնասելն է։ Եղանակն անընդմեջ անձրևային է եղել, անասնակերը թաց եւ անգամ ծխախոտի կրակից նման պատահականություն հնարավոր չէր։ Բոլորը եկան, դոշնեն դիմարած փրկեցին, որ տունը կարճ լինի, գոմը կարճ լինի։ Երեխեքս ստեղ չէին։ Ես ու իմ հլիվորն էինք, դա քնած էր, ես էլ զբաղվածի։ Դրա համար եկան դժվանություններին։ Չգիտեմ, ով կլի արած, ով չի արած, Աստծան է պատիժն ստանա։ Ագարակում միմյանց մոտ են գտնվում բնակելի տները, խոտի պահեստարաններն ու անասնագոմերը։ Գյուղացիները վկայում են, որ եթե ահազանգերին փոքրինչ ուշ արձագանքեն հրշեջ փրկարար ծառայությունները, ապա դժբախտ պատահարներն անխուսափելի կլինեն։ Հրդեհի տարածումը ակնթարթային մոխիր կդարձնի ողջ գյուղը։ Ինչևէ, օգնության հասած փրկարարների շնորհիվ հերթական անգամ առանց զոհերի կանխվեց Ագարակ գյուղում բռնկված հրդեհը, իսկ պատճառները դեռևս անհայտ են։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։